Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ եւ Ծաղկեպսակ դրելու ծաղիկներ խոնարել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահին այստեղ եւս ինչպես հաղթանակի զբոսայգում ուղեկցել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար, նշելով, որ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահը իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային ժողովի նախագահին ջերմընդունելության համար։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական ու մշակութային, շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կողմնակիցն է։ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Այնուհետև ազգային ժողովի նախագահը եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը։ Ալեն Սիմոնյանը եւ Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաեւ ազգային ժողովի շենքում, մասնակցել ճանապարհ դեպի Սանահին մեկ մանկատան պատմություն խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի եւ Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր թանգարանի կողմից։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։ Բանակցություններն ի սկզբանե ընթացել են անհատական ձևաչափով, դրանք նախատեսվածից շատ ավելի երկար են տևել, նշել են Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունից, այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով։ Սյունիքի երկու անչափահաս բնակիչ մոլորվել ու հայտնվել են Ադրբեջանի տարածքում, հայտնում են ազգային անվտանգության ծառայությունից։ Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը ծնված 27/06/2007 թվականին եւ Անդրեյ Արմենի Գյագունցը ծնված 13/01/2008 թվականին հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ, նշված է հաղորդագրության մեջ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը իր շնորհակալությունն է հայտնել հիմնադրամի աշխատակազմին, նաև պատրաստակամություն հայտնել աջակցել հիմնադրամի գործունեությանը, բնականոն աշխատանքը եւ ընթացիկ բոլոր ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու գործում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ազգային ժողովի նախագահի աշխատակազմերի բյուջեի հաշվետվությունը։ Նրա ներկայացմամբ 2024-ին վարչապետի աշխատակազմին հատկացված ընդհանուր գումարը կազմել է 21 միլիարդ 600 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմը իրականացնում է 11 ծրագիր եւ նախնական պլանով հաստատվել է 51
միջոցառում այնուհետև իրականացվել է 63-ը։ Ծրագրի կատարողականը եղել է 93.1%։ Տարվա ընթացքում աշխատակազմն իրականացրել է 252 միլիոն դրամի վերաբաշխումներ, որից 30 միլիոն դրամը կառավարության մեկ որոշմամբ, իսկ 221 միլիոն դրամը ծանուցագրերով։ Գնումներ իրականացվել են 1 միլիարդ 902 միլիոն դրամի, որից մեկ անձից գնումները կազմել են 346 միլիոն դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 18%, ասել է նա։ Նա նաև նշել է, որ ազգային ժողովի ծախսերը կազմել են 7.2 միլիարդ դրամ, կատարողականը 97.7%։ Այստեղ ունենք մեկ ծրագիր եւ սկզբնական հաստատված 7 միջոցառում, այնուհետև ավելացել է եւս մեկ միջոցառում, կատարվել է 95 միլիոն դրամի վերաբաշխումներ, որոնցից 93.2 միլիոն դրամը կառավարության 3 որոշումներով, իսկ 2 միլիոն դրամը ծանուցագրերով։ Ազգային ժողովն իրականացրել է 840 միլիոն դրամի գնումներ, որից 580 միլիոն դրամը մեկ անձից գնման եղանակով, ասել է նա։ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի նախագահի աշխատակազմը 2024 թվականի ընթացքում կատարել է 1 միլիարդ 600 միլիոն դրամի բյուջեի ծախսեր։ Կատարողականը կազմում է 95%, իրականացվել է մեկ ծրագիր եւ 2 միջոցառում։ Մեկ միջոցառում ավելացվել է տարվա ընթացքում։ Իրականացվել է 216 միլիոն դրամի գնումներ, որից 58.3 միլիոն դրամը մեկ անձից, նշել է նախարարը։ Հունիսի 5-ին ներքին գործերի նախարարության փրկարարծառայության եւ Հայաստանում միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրն ստորագրել են ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը եւ Հայաստանում փրկարարների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին։ Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ համագործակցության արդյունքներից մեկն է եւ փրկարարծառայությունը պատրաստակամ է շարունակել համատեղ աշխատանքը, գնահատելով միջազգային փորձի փոխանակման կարևորությունը։ Մոնիկա Սանդրին իր հերթին նշել է, որ այս հուշագիրը եւս մեկ կարևոր քայլ է ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի պատրաստվածությունն ու արձագանքման կարողությունները ամրապնդելու ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը ի նպաստ մարդկանց պաշտպանության եւ արագ արձագանքման մեխանիզմների բարձրացման։ Աբովյանի համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է շրջակա միջավայրի բարեկարգման, կանաչապատման եւ բուսականության խնամքի աշխատանքներ։ Համայնքի այգիներում, հանրային տարածքներում, կենտրոնական փողոցներում գեղեցիկ ու խնամված տեսք ապահովելու նպատակով կատարվում են ծաղկապատման աշխատանքներ։ Ըստ առաջնահերթությամբ կազմակերպվում է նաեւ ծառատունք։ Օրերս շուրջ 300 հացենի է տնկվել Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում։ Ջրվեժ համայնքում երբևէ ուսումնամշակութային կենտրոն չի եղել, սա առաջինն է։ 2023-ի սուբվենցիոն ծրագրով են սկսել շինարարությունը, ավարտին են մոտենում։ 10,000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար կծառայի եւ որպես երաժշտական դպրոց եւ կերպարվեստի տարբեր խմբակներ կգործեն։ Դպրոցին կից կենտրոնում նախատեսում են նաեւ միջոցառումների դահլիճ ունենալ, այստեղ նաեւ դպրոցական ճաշարան է կգործի։ Ծրագիրն իրենց ներկայացնում էր մոտ 800 միլիոն դրամի ներդրում, 65% համայնքը, 35% կառավարության միջոցներով եւ ներկայումս ընթանում է նաեւ 2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատման աշխատանքները համայնքի տարբեր բնակավայրերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը մոտավորապես 106 միլիոն դրամ էր, կրկին 35-65 համամասնությամբ։ Համայնքի ջրվեժ բնակավայրում բազմաթիվ փողոցներ ասֆալտապատվում են առաջին անգամ, նորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Ձորախբյուր եւ Զովք բնակավայրերում, առաջնահերթ ընտրվել են առավել բանուկ կենտրոնական փողոցները։ Հենց ասֆալտապատվող հատվածներին հարակից նկատելի է ուղղակիորեն անձն աչքով, որ կառուցվում են նոր շինություններ, ակտիվանա այսինքն կյանքը եւ այդ ճանապարհները, որ ասֆալտապատվում են, հիմնականում փոխկապակցվում են նաեւ գործող մանկապարտեզի հետ, որը եւս սուբվենցիոն ծրագրի շրջանակներում է կառուցվել։ Համայնքային փողոցների նորոգման աշխատանքներ են նախատեսում նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով, կրկնապատիկ բյուջեով։ Աբովյան համայնքում էլ վերակառուցում են Աբովյան քաղաքի ամենամեծ մանկապարտեզներից մեկը։ 300 երեխայի համար է նախատեսված, շենքը կառուցվել է 1970-ականներին եւ վտանգավոր էր հետագա շահագործման համար։ Հենասյուներից սկսած կամրակայվի կկառուցվի ամուր, անվտանգ, բոլոր պայմաններով հագեցած մանկապարտեզ, ավարտին նաև նոր գույք կտեղադրեն։ Նախահաշվային արժեքը մանկապարտեզի կազմում է մոտ 833 միլիոն դրամ,
Աշխատանքները նախատեսած է ավարտել 510 օրում։ Ներկա պահին բոլոր քանդման աշխատանքները մանկապարտեզի կատարված են, նաև սյուների ուժեղացման աշխատանքներն են ընթանում եւ տանիքի կառուցման աշխատանքները։ Աբովյան համայնքում այս տարի նաև ջրահեռացման եւ կոյուղու կառուցման աշխատանքներ են նախատեսում իրականացնել, իսկ Բյուրեղաբանում ավարտին է մոտենում սուբվենցիոն ծրագրով կառուցվող մարզադպրոցի շինարարությունը։ 1989-ից ավագ դպրոցի կիսանկուղային հարկում է գործում մանկապատանեկան մարզադպրոցը, շուտով նոր ու ժամանակակից շենքում կմարզվեն։ Այստեղ արդեն հասել են շենքի երեսպատման, ներքին հարդարման, կաթսայատան կառուցման աշխատանքներին։ Շատ կարևոր էր համայնքում սպորտը զարգացնելու համար կառուցել այս մարզադպրոցը եւ ամբողջական գույքի տարածքի բարեկարգման հարցերը բոլորը ներառված են։ Նախագծի արժեքը այս պահին 636 միլիոն դրամ է։ Հին մարզադպրոցում մոտ 400 պատանի է մարզվում, նախատեսում են, որ նոր ու անհրաժեշտ գույքով հագեցած դպրոցում պատանիների թիվը կավելանա։ Կգործեն տարբեր մարզաձևեր՝ բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ, ֆուտբոլ, գեղարվեստական մարմնամարզություն, շախմատի խմբակներ։ Հունիսի 3-ից 5-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող պլանավորման եւ վերանայման գործընթաց փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Քննարկվել են փաստաթղթով նախատեսված գործընկերության նպատակների իրականացման ընթացքը եւ ձևակերպվել են հետագա անելիքները։ Աշխատանքային խմբերի նիստին մասնակցել են Հայաստանի Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների եւ ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ։ Ամփոփելով նիստի արդյունքները, Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական ու անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրեն Պիրս Կազալետը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը եւ վերահաստատել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Աբովյան քաղաքի պրոգրես թիմի մարզիկները Վլադ Զախարյանի մարզչական ղեկավարությամբ վերջերս մասնակցել են Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի գավաթի առաջնությանը, վերադարձել հաղթանակներով։ Մարզական ձեռքբերումների առիթով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է ուժային եռամարտի առաջնությանը մասնակցած 12 մարզիկներին, որոնք նվաճել էին 10 ոսկե եւ 2 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկով զբաղեցրել երկրորդ տեղը։ Մարզիկների մեծ մասը ստացել են իրավունք մասնակցելու Եվրոպայի գավաթի առաջնությանը, իսկ 13-ամյա Արտյոմ Զախարյանը սահմանել է ռեկորդ ձգում վարժությունում 117.5 կիլոգրամ քաշով։ Հանդիպմանը մարզիչը ներկայացրել է մանրամասներ առաջնության ընթացքից, արդյունքներից եւ սպասվող ծրագրերից։ Ապա կարևորելով համայնքի ղեկավարի ուշադրությունն ու հետևողական աշխատանքը, մարզիչը շնորհակալագիր է հանձնել Էդուարդ Բաբայանին համայնքում սպորտի զարգացմանը աջակցելու համար։ Ջերմմթնոլորտում համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին եւ մարզչին հաղթանակների առիթով, նշել, որ համայնքի մարզիկների հաջողությունները հպարտանալու առիթ են բոլորիս համար։ Ներկաներին համայնքի ղեկավարը մաղթել է շարունակական հաղթանակներ համայնքը պատվով ներկայացնելու համար։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 6-ին համաձայն որի բացահայտվել է 129 հանցագործություն, որից 4-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Ճանապարհատրանսպորտային վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցված 4 ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս. Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126-րդ կիլոմետրի հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Արկադի Ռեի վարած Mazda մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է Շամշյան.com-ը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը։ Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է եւ էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը։
Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ։ Համատեղ խմբերը հունիսի 4-ին ժամը 20:25 Կոտայքի մարզի Կամարիս գյուղում հայտնաբերեցին սպանության փորձի հատկանիշներով հետախուզվող երկու երիտասարդի 22 եւ 21 տարեկան։ Նրանցից ավագը հետախուզվում էր նաեւ ապօյնի կերպով հրազեն կրելու մեղադրանքով։ Երկուսի նկատմամբ փելխապարման միջոց էր ընտրված կալանքը։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։